Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր հյուր եմ գնացել, որոշեցի ավելի երկար տեսանյութ նկարել, բայց քանի որ հյուր էինք, մորաքրոջս տանը, և դժվարությամբ այդ մի սուրճի սեղանն էլ պատրաստեցինք, չգիտեինք որտեղից ինչ աման հանենք, մորաքրոջս աղջիկը ընկել է, ոտը կոտրել է, գիպսի մեջ է դրած և չի տեղաշարժվում, շատ ծայրահեղ դեպքում, էն էլ խադունոկով, հիմա մենք այստեղ սուրճ ենք դնելու, խմելու, հետո լվանալու ենք, մաքրենք, տեղավորենք, դուրս գանք, դե քանի որ մամաս հաճախակի է գալի մորաքրոջս տուն, ինքը գիտի թե որտեղից ինչ ափս է հանի, այդ ծանր գործը թողել ենք մամային, ոչ մեկ չուզեց, որ նկարում երևա, ոչ մաման, ոչ մորաքրոջս աղջիկը, մի խոսքով, բայց դե ոնց արեցի կադրում երևացին։ Դե սուրճը այսպես թե այնպես Ժաննան է եփելու, իմ պատրաստած պաղպաղակն եմ բերել, քանի որ պաղպաղակի ամաններն այդպես էլ ափսեները չգտանք, թե որտեղից հանենք, որ սիրուն մատուցենք, որոշեցինք այս մարծինիի բաժակների մեջ լցնել, էլի գեղեցիկ կլինի և չափն էլ նորմալ է, բավական է 1 հոգու չափաբաժին, մի խոսքով գիտենք ինչի համար է նախատեսված բաժակը, չքննադատեք, թեպետ իմ մշտական դիտողները երբեք նման բան չեն արել։ Ուրեմն պաղպաղակը պատրաստել եմ ես, սառցախցիկից հանել ենք, հեռավորությունը մեր տանից ու մորաքրոջս մինչև տուն հասնելը 5-ից 6 կիլոմետր է, նույնիսկ չի էլ հասցրել պաղպաղակը հալվի, սառած է, բայց դանակով կտրեցի հենց դիտավորյալ, բաժանեմ մասերի, խորանարդաձև կտրատեմ, որպեսզի այդ բաժակների մեջ համ հարմար լինի լցնելը, համ էլ ուտելը, մի խոսքով ուզում եմ տեսնեմ մորաքրոջս աղջիկը կիմանա տնական պաղպաղակ է, թե ոչ, չգիտի որ բերել եմ, հյուրասիրելու եմ, հետո հարցնեմ։ Պաղպաղակի պատրաստման 2 տեսանյութ ունեմ արված, հղումները կդնեմ տեսանյութի ներքևում, մտեք դուք էլ դիտեք և հենց այդ տարբերակով պատրաստեք, ուրիշ տեսանյութերի պես կրեմ մի պատրաստեք, դրեք սառցարանը, լավ պնդանա, հետո հանեք այդպես ու մտածեք, թե դա պաղպաղակ է, ոչ, կարծում եմ իմ պատրաստածն ավելի նման է գործարանային պաղպաղակի։ Մամային ուղարկել ենք, որպեսզի թեյի գդալներ բերի, այստեղ մորքուրիս ֆիկուսի ծառն է, 2-3 հատ նմանատիպ ունի, տեսեք ինչքան մաքուր են տերևները, անընդհատ մշակում է, մաքրում է մորաքրոջս աղջիկը, նույնիսկ լիմոնի մեծությունը կարող եք տեսնել, ինչքան փոքր ծառ է, բայց ինչքան խոշոր լիմոն, մամաս չէր ուզում նկարահանվեր, չէր ուզում որ տեսանյութի մեջ երևար, բայց էլ ճար չունեինք, որ ծառերը նկարեցի, ընթացքում մամաս երևաց, այստեղ տուփերը հանել ենք դուրս, էլ չենք դրել պահարանի մեջ, կլվանանք, երբ որ լվացածը հետ բերենք, այդտեղ կդնենք, արդեն կտեղավորենք։ Հիմա գնանք ուզում եմ մորաքրոջս Պիչանսկի նկարները ցույց տամ, մանավանդ երեկոյան ժամերին շատ գեղեցիկ են իրենց լուսային արձակումներով, գեղեցիկ նկարներն են, խոհանոցի նկարները, որ մնամ, որ ասեմ մի ամիս կարող եմ տեսանյութ նկարել, շատ սիրուն ու հետաքրքիր իրեր ունի տանը, կուզեի նկարել, բայց դե հեռախոսիս մեջ այդպես տեղ կա, մի խոսքով կարևորը մորաքրոջս աղջկան այցելելն էր, իրեն տեսնելն էր, քանի որ ես էլ էի վիրահատվել, երկար ժամանակ իրար չէինք տեսել, չէր ստացվում, մի խոսքով ինչ աման կամ հյութի բաժակ գտանք, դա էլ օգտագործեցինք, իսկ մորաքրոջս աղջիկը ընդհանրապես չզգաց, որ դա տնական պատրաստած պաղպաղակ էր, մտածեց խանութից են գնել բերել, շատ էր հավանել։